Մյանմարում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, հղում անելով Մյանմարի պետական լրատվամիջոցներին։ Վերջին տվյալով աղետի հետևանքով վիրավորվել է 2376 մարդ, հազարավոր անհետ կորածներ կան։ Մյանմարում մարտի 28-ին տեղի ունեցել երկու իրար հաջորդող երկրաշարժ 7.7 եւ 6.4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում եւ Հնդկաստանում։ Երկրաշարժից հետո գրանցվել 77 հետ ցնցում։ Երկրի 11 շրջանում ավերածություններ են տեղի ունեցել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Ցնցված ենք Մյանմարում, Թայլանդում եւ հարևան երկրներում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի լուրից, որը հանգեցրել է այդքան շատ մարդկանց մահվան։ Մենք շարունակում ենք աղոթել բոլոր տուժածների համար եւ ցանկանում ենք շուտապույտ հաղթահարել այս աղետի հետևանքները, նշված է արտգործնախարարության գրառման մեջ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի դիտարկում Միացյալ Նահանգների կողմից տրամադրված ռազմական օգնությունը որպես պարտք։ Եթե մեզ համար ռիսկային բաներ լինեն, ապա անխոզ ես այդ ամենն առանց որևէ գաղտնիքի կներկայացնեմ մեր հանրությանը, ասել է նա։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ գլխավոր փոխզիջումային ասպեկտները շրջանակային համաձայնագրում ուրվագծված են։ Մենք պարտքեր չենք ընդունում, դա ինձ համար հստակ է, ես պարտքեր չեմ տեսնում։ Ծայրահեղ դեպքում մենք խոսում ենք անցյալի մասին։ Եթե լինեն ինչ-որ նոր հնարավորություն աջակցության նոր փաթեթներ, ապա Միացյալ Նահանգները հավանաբար կկարողանա այս կամ այն պայմաններն առաջ քաշել, ասել է նա։ Զելենսկին նաև հայտնել է, որ Ուկրաինան ստացել է Միացյալ Նահանգների հետ կարևոր օգտակար հանածոների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծը, որը նրա խոսքով ամբողջովին տարբերվում է նախկին շրջանակային փաստաթղթից։ Նա ընդգծել է, որ օգտակար հանածոների մասին համաձայնության տեքստը կուսումնասիրի, երբ իր թիմը վերլուծի այն, հաշվի առնելով դրանում հնարավոր օրենսդրական սպառնալիքները։ Կիևում լրագրողների հետ զրույցում Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան պատրաստ կլինի բանակցություններ վարել ռուսական կողմի ցանկացած ներկայացուցչի հետ, բացի նախագահ Վլադիմիր Պուտինից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին։ Թրամփը նշել է, որ զրույցը եղել է արդյունավետ եւ նրանք ծրագրում են հանդիպում Կանադայի առաջիկա ընտրություններից հետո։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով կողմերը համաձայնության են եկել շատ կարևոր հարցերի շուրջ։ Լրագրողների հետ զրույցում Թրամփը կրկին նշել է, որ իր երկիրը 40 տարի շահագործվել է եւ դա այլևս չի կրկնվելու։ Զրույցից 2 օր առաջ Կանադայի վարչապետը խոստացել էր վերափոխել Կանադայի տնտեսությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի Միացյալ Նահանգներից։ Ապրիլի 2-ից էլ սպասվում է Վաշինգտոնի կողմից հայտարարված մաքսատուրքերի սահմանումը։ Օտտավան ամիսներ շարունակ հստակ ակնարկել է, որ հակաքայլեր է կիրառելու դրանց դեմ։ Իրանի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հետ Իրանի կառավարության անուղղակի բանակցություններ վարելու պատրաստակամությունը, սակայն Աբբաս Արաղչիի խոսքով Իրանը չի բանակցի սպառնալիքների ներքո։ Արաղչին իր խոսքում շեշտել է, որ բանակցությունները պետք է տեղի ունենան հավասարության դիրքերից։ ԱՄՆ նախագահն էլ Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ վատ բաներ կարող են պատահել Իրանի հետ, եթե երկրի իշխանությունները համաձայնության չգան Վաշինգտոնի հետ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։ Դոնալդ Թրամփը հիշեցրել է, որ նամակ է ուղարկել Իրանի իշխանություններին, որում ասում է, որ այսպես թե այնպես պետք է որոշում կայացվի։ Թրամփը նշել է, որ կամ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցեն ու կքննարկեն հարցեր, կամ էլ շատ վատ բաներ տեղի կունենան Իրանի հետ։ Ես չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա, նախընտրում եմ, որ մենք պայմանավորվենք Թեհրանի հետ, նշել է ԱՄՆ նախագահը։ Մերին Ներսիսյան, լուրեր։